Ողջույն։ Նախորդ օրը ասացի, որ ըստ երևույթին հաջորդը լինելու է եկեղեցու վրա ու Սամվել Կարապետյանի հիմնարկների վրա գրոհը, գործնականորեն։ Երեկ երեկոյան արդեն տեսանք օրինագիծը հեծը խլելու մասին, իսկ այսօր գրոհը եկեղեցու վրա էր։ Կարող եմ չխոսել, դնել կադրերը, որը վստահ եմ, նայել եք ու կարծիք կազմել արդեն։ Խայտառակության օրեր։ Եռաբլուրը պղծած իշխանությունը պղծեց եկեղեցին ուղարկելով զորք։ Էկրանին երկու լուսանկար է։ Մեկը այսօր էր, ոստիկանական բոլոր զորքերի գրոհը Մայրաթոռի վրա։ Մյուս լուսանկարը արվել է 7 օր առաջ, հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանի լայն ժպիտով այցը Ստամբուլում մզկիթ։ Մզկիթ այցելում է մեծ սիրով, հրճվանքով, եկեղեցու վրա ուղարկում է ուժայիններին։ Մի քանի օր առաջ ասում էինք, իսկ ով ասաց, որ Թուրքիայում Նիկոլը զիջումների չի գնացել, ոչինչ չի հանձնել, մոտ օրերս կիմանանք։ Իսկ սա արդյոք այդ պայմանավորվածության արդյունք չէ։ Երեկ հայտնի դարձավ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի պատրվակով։ Այսօր առավոտյան արդեն շուրջ 30 դիմակայորված անձինք ներխուժեցին Գյումրու թեմ, խուզարկություն անելու և կալանավորելու։ Աչապահյանը այնտեղ չէր, Սրբազանը մասնակցում էր քահանայից տարեկան ժողովին, ԱԱԾ-ն շտապեց Մայրաթոռ։ Ժողովուրդն էլ կոչերով և ինքնաբուխ հավաքվեց Մայրաթոռում, մինչ մարդկանց հասնելը ոստիկանների, ԱԱԾ-ականների ու հոգևորականների միջև տեղի ունեցավ քաշքշուկ։ Դիմակավորված և առանց դիմակի ուժայինները ջարդեցին մեկ այլ հոգևորականի վրա հարձակվելու, քաշքշելու տաբուն։ Այս անգամ չնկատեցի, որ մարդիկ գրեին, հայտարարեին, թե անգամ Նիկոլից սպասելի չէր, որ հոգևորականի վրա ձեռք կբարձրացնի, որովհետև արդեն ամեն ինչ սպասելի է։ Կարծում եմ, եթե տեսնեք սրանք բուլդոզերով եկեղեցի են քանդում, դա էլ է սպասելի։ Ոստիկաններ ինչպես կատարում են ցանկացած հրաման, այդպես էլ կատարեցին հոգևորականներին քաշքշելու հրամանը։ Քանի անգամ փորձեցին բերման ենթարկել Աչապահյանին, բայց ժողովուրդը չթողեց։ Սրբազանը ինքը պատրաստ էր գնալ, բայց հավաքված բազմությունը չէր թողնում։ Շուտով տարածք եկան բոլոր տեսակի ուժայիններ, անգամ ալֆաջոկատը, փորձեցին ներխուժել եկեղեցի, բայց չկարողացան։ Ի վերջո ուժայինները նահանջեցին, լքեցին տարածքը։ Ժամեր անց Միքայել Սրբազանը ինքը գնաց քննչական կոմիտե։ Այստեղ կարևոր է այն, որ Նիկոլը փորձում էր իր ուժերը եկեղեցու վրա ու պարտություն կրեց առաջին ճակատամարտում։ Նա ուզում էր ներխուժել եկեղեցի, չկարողացավ։ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթը հարուցվել է մոտավորապես 2 տարի առաջ ունեցած հարցազրույցի վերաբերյալ։ Ինչու են հիմա անկել հետևից։ Նիկոլը գիտեր, որ այսօր քահանայից տարեկան ժողովն է ու հավաքվել են բոլոր հոգևորականները ու Աչապահյանն էլ է այնտեղ։ Նա զորքը ուղարկեց Էջմիածին Մայրաթոռի վրա իր ուժը ցույց տալու համար։ Հավատավոր ժողովուրդը կանխեց այն։ Այն, որ ասում էր պետք է խմբեր կազմեն, որ գնան կաթողիկոսին դուրս հանելու վեհարանից, այդ խմբերը իրավապահներն էին ստացվեց։ Ժողովրդի պայքարը այսօր հավատի համար էր ու առաջին հաղթանակը տոնեցին։ Գյումրիում, Երևանում, Էջմիածնում ամբողջ օրվա ընթացքում ղողանջում էին եկեղեցու զանգերը։ Զանգերը այդպես ղողանջում են, երբ մոտենում է թշնամին։ Իսկ արդյոք թշնամական հարձակում չէր։ Ինչի համար են քրեական գործառույցել Միքայել Սրբազանի վրա։ Կարծիք հայտնելու, հոգևորականին ուզում են կալանավորել կարծիք հայտնելու համար։ Շատ են ասում, հոգևորականները մտել են քաղաքականություն։ Հոգևորականը կարող է մտնել քաղաքականություն, կարծում եմ։ Իշխանությունը իրավունք չունի մտնել եկեղեցի։ Հոգևորականը քաղաքացի է եւ իրավունք ունի եւ պարտավոր է իր կարծիքը հայտնել, ու հոգևորականը առաջինը պետք է իր կարծիքը հայտնի, որովհետեւ նա ամենաշատն է իր վրա զգացել Նիկոլի բերած աղետները։ Եկեղեցին հուղարկավորել է Նիկոլի զոհած 5000-ին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եկեղեցին հուղարկավորել է ջերմուկի վրա հարձակման 225 զոհին։ Եկեղեցին հուղարկավորել է 214 զինվորի 2023 թվականի պատերազմի ու բռնագաղթի ժամանակ։
պատերազմից 5 տարի անց դեռևս մասունքների հուղարկավորություններ են տեղի ունենում։ Ու հոգևորականը, որ այդ ամենը ինքն է տեսնում, զգում, կրում, ամեն օր շփվում զոհերի հարազատների հետ, ողբում ամենքի կորստի համար, կարծում եմ ունի առաջնային իրավունք նրա հրաժարականը պահանջելու, ով այս ամենի թիվ 1 մեղավորն է ու պատասխանատուն, եւ հնչեցնելու իշխանափոխության կոչեր։ Մի քանի անգամ հիշել եմ, հիմա էլ հիշում եմ Բագրատ Սրբազանի խոսքը։ Դու իմ տղերքին տանես, զոհես, բերես տաս, ասես արթաղի, տանեմ հանձնեմ մայր հողին ու չհարցնեմ, ինչու զոհվեցին։ Քիչ առաջ նշեցի եւ հիմա եւս պնդում եմ, որ եկեղեցու վրա այս գրոհը չի բացառվում հենց Ստամբուլում ունեցած պայմանավորվածություններից է։ Իսկ արդյոք այսօր չեն կատարվում մյուս պայմանավորվածությունները եւս։ Տարածքային կառավարման նախարարը ինչու է գնացել Թուրքիա։ Գրված է. քննարկում է Թուրքիայում էներգետիկ ոլորտի համագործակցության հնարավորությունները։ Լավ։ Ինչ համագործակցություն էներգետիկայի ոլորտում Թուրքիայի հետ, որը ամեն օր պահանջում է մեծամորի ատոմակայանը փակել։ Իսկ կարող է այլ համագործակցություն է։ Օրինակ, հեծը իբր պետականացնում եք եւ ասել եք, որ հնարավոր է պետականացնելուց հետո դարձյալ մասնավորեցվի։ Գուցե թուրքերին է մասնաբաժին տրվելու։ Շատ շուտով այդ մասին էլ կիմանանք։ Ժողովուրդ ջան, այս ամենը մեկնարկել է ոչ այսօր, մեկնարկել է 7 տարի առաջ հենց այս օրերին։ Թուրքական այս վոյաժները, պայմանավորվածությունները, եկեղեցու վրա գրոհները 7 տարի առաջ սկսածի տրամաբանական շարունակությունն են։ Ու այսօր եկեղեցու համար ակցիային մասնակցում էին մարդիկ, որոնք այս ամենի մեղավորներից են։ Արցախի բլոկադայի ժամանակ Երևանում մի քանի ակցիա տեղի ունեցավ, ու այդ ակցիաներում նկատեցինք նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Դու ինչ գործ ունես Արցախի համար պայքարում։ Արցախի հայաթափման կորստի մասին շատերը սահազանգում ենք դեռ 2018-ից։ Ասում ենք Նիկոլը եկել է Արցախը հանձնելու ու բազմաթիվ այլ քայլերով շեղելու է։ Երբ երկրորդ նախագահի վրա գործ կարեցին ՀՔՑ-ն ու դատախազությունը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անձամբ էր գնում դատարան ու պահանջում, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, իմանալով, որ հակասահմանադրական գործ է։ Այսօր եկեղեցու բակում շարականների երգում ի պաշտպանություն եկեղեցու ակցիային մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նա նույն Արթուր Դավթյանի հետ էր պաշտպանում կեղծ մեղադրանքը։ Պարոն Պետրոսյան, այսօր որ Նիկոլը այսքան բաներ երկրի գլխին բերել է ու հասել է եկեղեցուն, տարբեր տեսակի հրահանգները կատարողների շնորհիվ է, որոնցից մեկը դու ես։ Այս անաստվածության մասնակիցները Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնյական պատասխանատվությունը կիսողներն են, նախարարներ, падգամավորներ, դատախազներ, դատավորներ, քննիչներ, տարբեր բնագավառների պաշտոն կրողներ։ Նրանք, ովքեր խոսում են ու գրում են, նրանք, ովքեր լուռ են։ Այդ բոլորը, ովքեր օգտագործվում են, դուրս նետվում ու բանականությանը վերադառնալու քայլեր անում, իրենց քայլերը վաղուց պետք է ուղեին երկիրը թիվ 1 խառնակչից ազատելուն։ Կարճ ասած, չգիտեմ հաջորդ քայլը որն է։ Էլի գրոհներ եկեղեցու վրա, գուցե փորձանեն խաչը հանել գմբեթներից, սրանք վաղուց են բաց խաղում։ Հայաստանը իմ գնահատմամբ ենթարկվում է տերորի։ Հայաստանում մեր թշնամիները հեղաշրջում են արել։ Ես այդպես եմ գնահատում։ Հայաստանում այսօր թուրք-ադրբեջանական իշխանություն է։ Դա հետո կպարզվի։ Նրանց շահերը սպասարկելու իմաստով է թուրք-ադրբեջանական իշխանություն, նրանց գործակալ լինելու իմաստով է թուրք-ադրբեջանական իշխանություն, թե հենց ուղիղ կենսագրության իմաստով։ Նրանք այսօր բանտեր են լցնում ժողովրդի արժանավոր զավակներին, բայց վստահ եմ, մոտ են ժամանակները, որ այսօր բանտ գնացողները կվերադառնան իրենց տեղերը, իսկ արժանիները վերջապես կգնան բանտ, խիստ երկարաժամկետ։